Ինչպես սովորեցնել երեխային ինքնուրույն քնել։ Շատ են գրում հատուկ մեթոդների մասին, որոնք նախատեսված են երեխային ինքնուրույն քնել սովորեցնելու համար։ Բայց պետք չէ ինքնախապեյությամբ զբաղվել։ Սա բոլորովին կախարդական դեղահապ չէ, ոչ էլ ինչ-որ զարմանալի գիտելիքներ, որոնց իմանալով դուք հեշտությամբ եւ արագ կսովորեցնեք ձեր երեխային ինքնուրույն քնել։ Սրանք ձեր գործողությունների շատ հստակ կարգավորված ալգորիթմներ են, որոնք հանգեցնում են նրան, որ դուք ամբողջությամբ վերացնում եք երեխայի քնելու համար ցանկացած օգնություն։ Եվ իհարկե, նման ուսուցումը շատ հաճախ ուղեկցվում է երեխայի արցունքներով։ Ես խիստ խորհուրդ չեմ տալիս ինքնուրույն կիրառել նման մեթոդներ առանց քնի խորհրդատուի ուղեկցության։ Ես կողմ եմ նրան, որ աստիճանաբար ստեղծվեն պայմաններ երեխայի համար, որպեսզի ինքնուրույն քնելու հմտությունը բնականաբար ձևավորվի։ Կարելի է սկսել արդեն 4 ամսականից հետո։ Ահա մի քանի կանոն, որոնց կարելի է հետևել դրա համար։ Երեխային քնեցրեք տարբեր ձևերով, եւ կրծքով, եւ առանց դրա, եւ օրորելով, եւ առանց օրորելու, եւ մանկասայլակում, եւ մահճակալում։ Ծննդյան օրվանից հնարավորություն տվեք նաև ընտանիքի մյուս անդամներին երեխային քնեցնելու։ Փորձեք երեխային դնել մահճակալը, երբ նա քնկոտ է, բայց դեռ ամբողջությամբ չի քնել։ Այսինքն, ձեր խնդիրը երեխային հանգստացնելն է եւ դնել մահճակալը, մինչ նա վերջնականապես չի քնել ձեր գրկում կամ կրծքի վրա։ Այսինքն, նրան հնարավորություն տալ քուն մտնել հարթ մակերեսի վրա, առանց ծծելու եւ օրորելու։ Երբ երեխան մեծանում է, մոտավորապես 4 ամսականից հետո, փորձեք նրան քնեցնել առանց ձեր ակտիվ օգնության։ Ռիտուալի ընթացքում եւ ռիտուալի վերջում կարճ ժամանակով դրեք երեխային մահճակալը, որպեսզի նա կարողանա տեղավորվել, գտնել քնելու հարմար դիրք, ուսումնասիրել, թե ինչպես է իրեն հարմար եւ ինչպես կարող է ինքնուրույն հանգստանալ։ Եթե երեխան սկսում է նեղսրտել կամ լաց լինել, անմիջապես վերցրեք նրան գիրկը։ Եթե ոչ, ապա շարունակեք օգնել նրան ձեր ձայնային եւ շոշափելի ասոցիացիաներով։ Եվ մի գեղեցիկ օր ձեր փոքրիկը ինքնուրույն կքնի։ Հետևեք երեխայի քնին պատշաճ պատրաստվելուն եւ ռեժիմին։ Եթե երեխան հաճախ է արթնանում գիշերները եւ երկար ժամանակ չի կարողանում քնել, ապա խնդիրը ինքնուրույն քնելու մեջ չէ, այլ երեխայի համար ոչ համապատասխան ռեժիմի։ Եթե ձեր փոքրիկը մոնոտոն ճոճվում է, մռմռում, պտտվում, ոտքերը վեր է նետում, այսինքն քնելուց առաջ անում է ինչ-որ մոնոտոն եւ ռիթմիկ բաներ, չարժե դրանից վախենալ։ Այսպես փոքրիկը սովորում է ինքն իրեն հանգստացնել։